Պատկերացրեք, ուշ գիշեր է 1953 թվականի նոյեմբեր, Նյու Յորքի Ստատլեր հյուրանոցի 10-րդ հարկ։ Մի մարդ Ֆրենկ Օլսոն անունով գիտնական, որն աշխատում էր ԿՀՎ-ի համար մի խիստ գաղտնի ծրագրի վրա։ Ու հանկարծ նա դուրս է թռչում պատուհանից։ Ընկնում է մայթին մահացու վնասվածքներով։ Պաշտոնական վարկածը, որը տրվեց բավականին ուշ, ողբերգական ինքնասպանություն։ Դե պատճառն էլ դեպրեսիա, որ իբր առաջացել էր այն բանից հետո, երբ նրան գաղտնի, այսինքն առանց զգուշացնելու, տվել են LSD, հզոր հալյուցինոգեն։ Հա, բայց սա դեռ ամբողջ պատմությունը չէ։ Դե հենց դա եմ ասում, որովհետև տարիներ անց նրա որդին հասնում է էքսկումացիայի ու փորձաքննությունը բռնության սարսափելի նշաններ է բացահայտում։ Այո։ Ուրեմն ինչ է սա։ Ողբերգություն թե սպանություն գաղտնիքները թաքցնելու համար։ Այսօր մենք բացում ենք մի դուռ դեպի մի ստվերային աշխարհ, որտեղ գիտությունը, լրտեսությունն ու մարդկային գիտակցությունը դառնում են մահացու փորձարկումների առարկա։ Մենք խորանում ենք ԿՀՎ-ի ամենահայտնի ու երևի ամենամռայլ գաղտնի գործողություններից մեկի MQ ուլտրա ծրագրի մեջ։ Սա ոչ թե ուղղակի պատմություն է, այլ իրական հետաքննություն, որի մանրամասները անկեղծ ասած սարսուռ են առաջացնում։ Այո, ու այս հետաքննության համար մենք բավականին տպավորիչ նյութեր ունենք ձեռքի տակ։ Տասնամյակներով փակ պահված, բայց հիմա արդեն գաղտնազերծված ԿՀՎ փաստաթղթեր։ Իսկապես։ Հա, նախկին գաղտնի ձեռնարկներ, որոնք, գիտեք, անհավանականը, բայց փաստ է, գրվել են ԿՀՎ-ի պատվերով հայտնի իլյուզիոնիստ Ջոն Մալհոլանդի կողմից։ Իլյուզիոնիստ։ Ինչ է տեղի ունեցել, այլև ինչպես եւ ինչու ԱՄՆ կառավարությունը դե հենց սառը պատերազմի գագաթնակետին թույլ տվեց ու ֆինանսավորեց մարդկային գիտակցության վրա այսքան վտանգավոր ու անկեղծ ասած անբարոյական փորձարկումներ։ Դե եկեք սկսենք հենց մթնովորտից։ Պատկերացրեք 50-ականների Ամերիկան։ Սառը պատերազմը սառեցնում է ոչ միայն քաղաքականությունը, այլև մարդկանց մտքերը, հոգիները։ Ճիշտ է։ Տիրում է կոմունիզմի տարածման դե գրեթե պարանոիդալ վախ։ Լուրեր են պտտվում, որ Խորհրդային Միությունը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան ոչ միայն լրտեսներ են ուղարկում, այլև մշակում են մտքի վերահսկողության սարսափելի տեխնիկաներ։ Հա, ուղեղների լվացում։ Այո, շշուկներ կան ուղեղների լվացման մասին, որոնց ենթարկվում են ամերիկացի ռազմագերիներին Կորեայում։ Այս վախը դառնում է ոնց որ շարժիչ ուժ, որ արդարացնում է համարյա ամեն ինչ։ Հենց այս տագնապալի ֆոնին էլ 1947-ին ստեղծվում է ԿՀՎ-ն, ու նրա տնօրեններից ամենաազդեցիկը Ալեն Դալեսը, մի մարդ, որը խորապես հավատում էր ամերիկյան բացառիկությանը, բայց միևնույն ժամանակ համոզված էր, որ թշնամուն հաղթելու համար պետք է կռվել դե նրա իսկ զենքով։ Այսինքն նպատակն արդարացնում է միջոցները, սկզբունքով։ Լրիվ։ Նա կարծում էր, որ կոմունիստական սպառնալիքին դիմակայելու համար անհրաժեշտ են արտասովոր, նույնիսկ անբարոյական մեթոդներ, ինչպես ինքն էր անվանում։ Հա, նրա համար նպատակն արդարացնում էր միջոցները։ Ու 1953-ին նա կանաչ լույս է տալիս քիմիկոս Սիդնի Գոթլիբին սկսելու MK Ultra գերգաղտնի ծրագիրը։ Նո այսպիսի պարանոիայի ու կարելի է ասել արտակարգ լիազորությունների պայմաններում զարմանալի չէ, որ ինչ-որ մեկը որոշեց անցնել բոլոր սահմանները։ Բայց ում վստահեցին այս սարսափելի գործը։ Ովքեր էին այս մութ դրամայի առանցքային դեմքերը, որոնց անունները պետք է հիշել, որ պատմությունը լավ հասկանանք։ Դե առաջին հերթին Սիդնի Գոթլիբը։ Նա էր MK Ultra-ի ուղեղն ու շարժիչ ուժը։ Տաղանդավոր քիմիկոս էր, բայց միևնույն ժամանակ մարդ, որին ըստ վկայությունների գիտական հետաքրքրասիրությունը մղում էր առաջ, կարծես անտեսելով էթիկական հետևանքները։ Նրան սև կախարդ էին անվանում։ Հա, հենց այդպես էլ անվանում էին։ Հետո Ալեն Դալլեսը, ԿՀՎ տնօրենը, որը Գոթլիբին տվեց գրեթե անսահմանափակ իշխանություն ու բյուջե, գործելու առանց հաշվետվության, կարելի ասել նա սանձազերծեց Գոթլիբին։ Հասկանալի է։ Իհարկե, Ֆրենկ Օլսոնը, մեր պատմության սկզբի ողբերգական հերոսը, բանակի կենսաքիմիկոս, որի մահը դարձավ ծրագրի ամենամութ գաղտնիքներից մեկը։ Կարևոր դերակատար էր նաև Ջորջ Հանթեր Ուայթը։ Հա, լսել եմ այդ անունը։ Հա, նարկոտիկների դաշնային բյուրոյի գործակալ էր, բայց համագործակցում էր ԿՀՎ-ի հետ։ Նա Սան Ֆրանցիսկոյում ու Նյու Յորքում իրականացնում էր Operation Midnight Climax անունով հայտնի ենթածրագիրը։ Ինչ էր դա։ Դե նա հասարակած տներում տղամարդկանց գաղտնի ԼՍԴ էր տալիս ու հետո հատուկ սարքավորված սենյակներից դիտում ու ձայնագրում էր նրանց ռեակցիաները, տառապանքները։ Նա հայտնի էր իր ցինիզմով։ Սպասեք, հասարակած տներում գաղտնի թմրանյութ տալ։ Սա ոնց որ
կինոյի սցենար լինի, ոչ թե պետական գործողություն։ Ցավոք սա իրականություն էր։ Ու ցուցակը շարունակվում է։ Դոկտոր Դոնալդ Էվեն Քեմերոն, հարգված կանադացի հոգեբույժ, ամերիկանո համաշխարհային հոգեբուժական ասոցիացիաների նախագահ։ Լուրջ մարդ։ Այո, Մոնտրեալի հեղինակավոր Allan Memorial ինստիտուտում ԿՀՎ-ի ֆինանսավորմամբ նա իրականացնում էր, պետք է ասել, դաժան փորձարկումներ, փորձելով ջնջել հիվանդների հիշողությունն ու անհատականությունն ու վերածրագրավորել նրանց։ Ինչպես։ Օգտագործում էր թմրանյութերի կոմա, կրկնվող ձայնային հաղորդագրություններ, օր էլեկտրաշոկի ուղակի հսկայական դոզաներ։ Սարսափելի է։ Եվ վերջապես, անսպասելի դեմք, Ջոն Մալհոլանդ, իր ժամանակի ամենահայտնի իլյուզիոնիստներից մեկը։ Նորից իլյուզիոնիստ։ Ինչ կապ ուներ։ Դե Գոթլիբը նրան վարձել էր, որ ԿՀՎ գործակալներին ձեռնացություն, մանիպուլյացիա ու ուշադրություն աննկատ թույներ կամ թմրանյութեր տալու հնարքներ սովորեցնի։ Անհավանական է։ Հա, նրա գրած գաղտնի ձեռնարկները հրաշքով փրկվել են ոչնչացումից ու այսօր թույլ են տալիս հասկանալ, թե որքան հեռուն էր գնում խաբեության այս մեքենան։ Իլյուզիոնիստը սովորեցնում է լրտեսներին։ Սա իսկապես զարմանալի շրջադարձ է, բայց եկեք վերադառնանք բուն ծրագրին։ MKULT։ Ինչ էր այն իրականում եւ ինչ մեթոդներ էին կիրառվում այսպես կոչված մտքի վերահսկողությանը հասնելու համար։ Դե MK Ultra-ն իրականում հսկայական ցանց էր, մոտ 149 տարբեր ենթածրագրերով։ Սրանք իրականացվում էին համալսարաններում, հիվանդանոցներում, բանտերում, հաճախ առանց այդ հաստատությունների ղեկավարների իմացության անգամ։ Ամբողջ երկրով մեկ փաստորեն։ Այո, օգտագործվող մեթոդների ցանկն էլ ցնցող է ոչ միայն իր դաժանությամբ, այլև իր խառնաշփոթ բնույթով։ Այն ցույց է տալիս ոչ թե հստակ գիտական ուղղություն, այլ ավելի շուտ հուսահատ փորձ ամեն գնով գտնել քախարդական փայտիկ։ Ինչ էին անում կոնկրետ։ Հիմնական շեշտը դրվում էր հզոր հոգեմետ դեղամիջոցների վրա, հատկապես ԼՍԴ-ի։ Դա չափազանց հզոր հալյուցինոգեն է, որը կտրուկ փոխում է ընկալումն ու գիտակցությունը, ու դրա ազդեցությունը դեռ լրիվ ուսումնասիրված չէր այն ժամանակ։ Բայց միայն ԼՍԴ չէր։ Ոչ, փորձարկում էին նաև հերոին, մորֆին, կոկային, մեթամֆետամին, ուրիշ շատ բաներ։ Սրան զուգահեռ կիրառում էին հիպնոզ, դաժան էլեկտրաշոկ, զգայական մեկուսացում։ Զգայական մեկուսացում։ Այսինքն, հա, մարդուն երկար ժամանակով զրկում էին լույսից, ձայնից, հպումից, նաև հոգեբանական խոշտանգումներ, բանավոր շարաշահում։ իսկ նպատակը որն էր այս ամենի։ Նպատակները նույնպես բազմազան էին ու շատ հավակնոտ։ Ստեղծել ճշմարտության շիճուկ, որը կստիպեր գաղտնիքներ բացահայտել, մարդկանց վարքը կառավարելու միջոցներ գտնել, հարցաքննության նոր մեթոդներ մշակել, ամնեզիա առաջացնել եւ նույնիսկ թերևս ամենասարսափելին մարդասպանների ծրագրավորում։ Ծրագրավորում։ Այո, որ նրանք կգործեին հրամանով, առանց հետագայում հիշելու իրենց արարքը։ Սա հնչում է ոչ թե գիտություն, այլ միջնադարյան խոշտանգումների ձեռնարկ 20-րդ դարի տեխնոլոգիաներով համեմված եւ այս ամենը փորձարկվում էր իրական մարդկանց վրա։ Աղբյուրները մեզ պատմում են, թե ովքեր էին այդ թիրախները, ում կյանքի հետ էին այսպես խաղում։ Այո, եւ սա ծրագրի ամենացնցող ու պետք է ասել ամոթալի կողմերից մեկն է։ Թիրախները հիմնականում ամենախոցելիներն էին։ Ովքեր, օրինակ։ Դե անտեղյակ քաղաքացիներ, որոնց կարող էին մոտենալ փողոցում կամ բարում ու ինչ-որ բան խառնել խմիչքի մեջ, հենց ինչպես անում էր White-ը։ Բանտարկյալներ, հատկապես նրանք, ովքեր քիչ իրավունքներ ունեին կամ մեկուսացված էին հասարակությունից։ Այսինքն մարդիկ, ովքեր չէին կարող պաշտպանվել։ Ճիշտ է այդպես։ Հոգեբուժարանների հիվանդներ, մարդիկ, որոնք արդեն իսկ տառապում էին ու գտնվում էին բժիշկների իշխանության տակ, ինչպես Քեմերոնի դեպքում էր։ Սարսափելի է։ Նաև կային կամավորներ, հաճախ ուսանողներ, որոնք գումարի դիմաց համաձայնում էին մասնակցել հոգեբանական փորձարկումների, չիմանալով, թե իրականում ինչի մեջ են ներքաշվում ու ինչ ռիսկերի են ենթարկվում։ Հայտնի գրող Քեն Քիզին։ Թրիչք կկվի բնի վրայով գրքի հեղինակը։ Հենց ինքը։ Նա եղել է այդպիսի կամավորներից մեկը ու նրա գիրքը մասամբ ոգեշնչված է այդ սարսափելի փորձառությունից։ Զարմանալի է։ Եվ ինչպես Օլսոնի դեպքն է ցույց տալիս, նույնիսկ ԿՀՎ-ի սեփական աշխատակիցները եւ զինվորականները կարող էին թիրախ դառնալ առանց նախազգուշացման։ Փաստաթղթերում կան նաև սարսափելի հիշատակումներ կրկնակի խաղի մեջ կասկածվող ռուս գործակալների վրա կատարված փորձարկումների մասին հիշողությունը ջնջելու նպատակով։ Ուրեմն, փաստորեն ոչ ոք ապահովագրված չէր։
Սեփական քաղաքացիներ, հիվանդներ, ուսանողներ, նույնիսկ սեփական գործակիցներ։ Սա արդեն պետական անվտանգության գործողություն չէ, սա համակարգային չարաշահում է։ Իսկ ինչպես էին գործնականում իրականացվում այս փորձարկումները։ Մենք արդեն լսեցինք White-ի Midnight Climax-ի մասին, որը սարսափելի է, իսկ Քեմերոնի դեպքը Մոնրեալում Քեմերոնի գործունեությունը, որը նա անվանում էր հոգեկան մղում, psychic driving եւ depatterning, թերևս ամենասադիստականներից էր։ Նրա նպատակն էր ամբողջությամբ ջնջել հիվանդի անցյալը, հիշողությունները, սովորությունները, ստեղծելով tabula rasa, մաքուր էջ, որպեսզի հետո նորից գրի վրան։ Այո, դա էր գաղափարը։ Դրա համար նա հիվանդներին, որոնցից շատերը դիմել էին նրան այնպիսի խնդիրներով, ինչպիսիք են տագնապային խանգարումը կամ հետծննդյան դեպրեսիան, ենթարկում էր շաբաթներ տևող քննի թերապիայի, պահելով նրանց թմրանյութերով առաջացրած կոմայի մեջ։ Շաբաթներով։ Ահա, շաբաթներով։ Այս ընթացքում նրանց անընդհատ տալիս էին լսելու կրկնվող ձայնային հաղորդագրություններ կամ ուղակի աղմուկ, սակայն ամենասարսափելին էլեկտրաշոկի կիրառումն էր։ Քեմերոնը օգտագործում էր ընդունված չափաբաժնից 30-40 անգամ ավելի ուժեղ հոսանք։ 30-40 անգամ։ Այո, օրական 2 անգամ շաբաթներ շարունակ։ Արդյունքում շատ հիվանդներ դառնում էին անմիզապահ, կորցնում էին հիշողությունը, չէին կարողանում խոսել, մոռանում էին իրենց հարազատներին։ Սա ուղակի Օրինակ, Մահիա Մարոն։ Նա դիմել էր Քեմերոնին հետծննդյան դեպրեսիայով։ Բուժումից հետո նա չէր ճանաչում իր ընտանիքը, կարծում էր, թե իրեն հարցաքննում են ու կորցրել էր դեմքեր ճանաչելու ունակությունը։ Սա ցույց է տալիս ոչ միայն կոնկրետ վնասը, այլև այն, թե ինչպես մարդու ամբողջ կյանքն ու կապերն աշխարհի հետ կարող էին անդառնալիորեն խեղաթյուրվել։ անհավանական դաժանություն։ Եվ այս ամենը հարգված բժշկի կողմից հեղինակավոր հաստատությունում։ Սա ցույց է տալիս, թե որքան խորն էր ներթափանցել ծրագիրը, բայց աղբյուրները հուշում են նաև մի սցենարի մասին, որն էլ ավելի սարսափելի է՝ զանգվածային փորձարկում անտեղյակ բնակչության վրա։ Եվ դա մեզ տանում է դեպի 1951 թվականի Ֆրանսիա եւ Պուն Սենտ-Էսպրիի առեղծվածային դեպքը։ Այո, Պուն Սենտ-Էսպրիի պատմությունը մինչ օրս մնում է չբացահայտված ու շատ մտահոգիչ։ 1951 թվականի օգոստոսին Ֆրանսիայի հարավում գտնվող այս հանգիստ գյուղակում հանկարծակի համաճարակ է սկսվում։ Հարյուրավոր մարդիկ սկսում են տառապել սարսափելի հալյուցինացիաներից։ Ինչպիսի հալյուցինացիաներ։ Նրանք տեսնում են կրակներ, օձեր, վիշապներ, զգում են, թե ինչպես են իրենց մարմինները փոխակերպվում կամ հարձակման ենթարկվում։ Մարդիկ խելագարված վազում են փողոցներով, ոմանք նետվում են պատուհաններից, կարծելով, թե կարող են թռչել։ Մի քանի մարդ մահանում է, տասնյակները հայտնվում են հոգեբուժարաններում։ Իսկ ի՞նչն էր պատճառը։ Պաշտոնական բացատրություն կար։ Դե պաշտոնական վարկածը դարձավ էրգոտիզմը, թունավորում փչացած հացի մեջ արկա էրգոտ սնկից, որը հայտնի է հալյուցինոգեն հատկություններով։ Սակայն այս վարկածը միշտ էլ կասկածներ է հարուցել։ Ինչու։ Տարիներ անց լրագրող Հեփե Ալբարելի կրծերը, հետաքննելով հենց Ֆրենկ Օլսոնի մահը, հայտնաբերեց գաղտնազերծված փաստաթղթեր, որոնք հուշում էին մեկ այլ շատ ավելի մտահոգիչ հնարավորության մասին։ Սպիտակ տան եւ ԿՀՎ-ի փաստաթղթերում կային ակնարկներ Պոն Սենտ-Իսպրիի միջադեպի եւ դրա հետ կապված գաղտնիքների մասին։ Այսինքն Պարզվեց նաեւ, որ հենց այդ օրերին Ֆրենկ Օլսոնը ԿՀՎ-ի կենսաքիմիկոսը, որը զբաղվում էր ԼՍԴ-ի փորձարկումներով, գտնվում էր Ֆրանսիայում Պոն Սենտ-Էսպրիի մոտակայքում։ Ավելին, հայտնաբերվեցին փաստաթղթեր, որոնք վկայում էին, որ ԿՀՎ-ն եւ բանակի քիմիական կորպուսը համատեղ փորձարկումներ էին անում ԼՍԴ-ի որպես օդակացիլային եղանակով տարածվող զենքի օգտագործման ուղղությամբ։ Սպասեք, այսինքն հնարավոր է, որ Պոն Սենտ-Էսպրիի ողբերգությունը ԿՀՎ-ի կողմից ԼՍԴ-ի գաղտնի զանգվածային փորձարկում էր անտեղյակ բնակչության վրա։ Ուղղակի ապացույցներ չկան, դա շատ կարևոր է նշել, բայց կասկածները շատ լուրջ են եւ այո, սարսափեցնող։ Այսինքն հնարավոր է, որ մի ամբողջ գյուղ դարձել է փորձադաշտ, սա արդեն անցնում է ամեն սահման, բայց ծրագիրը միայն հոգեմետ նյութերով չէր սահմանափակվում, չէ՞, հիշատակվեց նաև MK-Naomi ենթածրագիրը եւ էկզոտիկ զենքերը։ Այո, MK-Naomi-ն, որ իրականացվում էր բանակի հատուկ գործողությունների բաժնի հետ համատեղ, կենտրոնացած էր կենսաբանական եւ քիմիական զենքերի, ինչպես նաեւ դրանք աննկատ հասցնելու միջոցների մշակման վրա։ Այսինքն սպանության զենքեր։ Այո, հիմնականում
Ստեղծվում էին տարբեր թույներ, որոնք դժվար էր հայտնաբերել դիահերձման ժամանակ եւ հատուկ սարքեր դրանք կիրառելու համար։ Օրինակ, աղբյուրները նկարագրում են ատրճանակի նմանվող սարք, որը կարող էր մինչև 100 մետր հեռավորությունից անաղմուկ կրակել թունավոր միկրոասեղ, զոհի մոտ գրեթե հետք չթողնելով։ Ֆանտաստիկայի ժանրից է հնչում։ Օգտագործման ատրճանակ։ Այս մշակումները պետք է ասել մասամբ պատասխանեին այն տեղեկություններին, որ խորհրդային հատուկ ծառայությունները նույնպես օգտագործում էին նմանատիպ զենքեր սպանությունների համար։ Օրինակ, ծխախոտի տուփի մեջ թաքցրած ցիանիդային ատրճանակը կամ Ստեփան Բանդերայի սպանության համար օգտագործված գազային զենքը։ Այսինքն զենքերի մրցավազք էր նաև այս ոլորտում։ Միանշանակ։ Սա ցույց է տալիս, թե որքան հեռու էին նրանք պատրաստ գնալ լրտեսական պատերազմի այս մութ անկյունում։ Սակայն այս սարսափների մեքենան անվերջ չէր կարող կորցել առանց խնդիրների, չէ՞։ Ֆրենկ Օլսոնի մահը, լիներ դա ինքնասպանություն թե սպանություն, պետք է որ ցնցում առաջացներ համակարգում։ Կային մարդիկ, որոնք սկսում էին կասկածել կամ առարկել։ Արշուշտ։ Նույնիսկ Գոթլիբի թիմի ներսում կային մարդիկ, որոնք բարոյական տատանումներ ունեին։ Օլսոնի մահը մեծ հարված էր։ Թեև ԿՀՎ-ն փորձեց թաքցնել իրական հանգամանքները, ընտանիքին ասելով, թե նա պարզապես ընկել է պատուհանից։ Կասկածները մնացին։ Բայց համակարգը շարունակեց գործել։ Որոշ ժամանակ, այո, բայց արդեն 1963 թվականին ԿՀՎ-ի գլխավոր տեսուչ Ջոն Էրմանը զեկույց ներկայացրեց, քննադատելով MK Ultra-ի որոշ ասպեկտներ։ Նա նշում էր, որ թմրանյութերը քորցարկվում են անտեղյակ սուբյեկտների վրա սովորական կենսական պայմաններում ու խորհուրդ էր տալիս դադարեցնել այս պրակտիկան ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ։ Գոնե դա։ Հա, բայց պատճառը ոչ թե բարոյականությունն էր, այլ կազմակերպության հեղինակությանը սպառնացող ռիսկերը։ Ու նույն զեկույցը դեռ թույլատրում էր փորձարկումները շարունակել արտասահմանում գտնվող օտարերկրացիների վրա։ Իսկ երբ 70-ականների սկզբին մամուլում սկսեցին հայտնվել առաջին արտահոսքերը MK Ultra-ի մասին, ԿՀՎ-ի այն ժամանակվա տնօրեն Ռիչարդ Հելմսը եւ հենց ինքը Սիդնի Գոթլիբը, որը պատրաստվում էր թոշակի անցնել, 1973 թվականին հրամայեցին ոչնչացնել ծրագրի վերաբերյալ փաստաթղթերի ճնշող մեծամասնությունը։ Այսինքն նրանք ոչ միայն կատարել են այս սարսափները, այլև հետո փորձել են ջնջել հետքերը, հասկանալով թե ինչ են արել։ Սա արդեն իսկ շատ բան է ասում մեղքի գիտակցման կամ գոնե բացահայտվելու վախի մասին։ Այստեղ անխուսափելիորեն հարց է առաջանում. ի՞նչն էր մղում այս մարդկանց՝ Գոթլիբին, Քեմերոնին, Ուայթին եւ մյուսներին, որոնք ներգրաված էին այս ամենի մեջ։ Միայն սառը պատերազմի վախը։ Պատճառները հավանաբար բարդ էին ու բազմաշերտ։ Մի կողմից անկասկած կար սառապատերազմի պարանոյան եւ հնարավոր է անկեղծ հավատը, թե իրենք կատարում են կենսականորեն կարևոր աշխատանք պաշտպանելով երկիրը վտանգավոր թշնամուց։ Նրանք կարող էին իրենց արդարացնել մտածելով, որ նպատակը սրբացնում է միջոցները։ Իսկ Մյուս կողմից չպետք է թերագնահատել գիտական հետաքրքրասիրության դերը, որը կարող է դառնալ մոլուցք, հատելով բոլոր բարոյական սահմանները։ Գոթլիբի նման մարդիկ տարված էին մարդկային ուղեղի գաղտնիքները բացահայտելու ու այն կառավարելու գաղափարով։ Գիտություն հանուն գիտության, առանց հետևանքների մասին մտածելու։ Մի տեսակ։ Եվ իհարկե, կարևոր գործոն էր անսահմանափակ իշխանության եւ գրեթե լիակատար անպատժելիության զգացումը, գործելով գերգաղտնիության պայմաններում հսկայական բյուջեներով, առանց արդյունավետ արտաքին վերահսկողության, նրանք կարծես գտնվում էին պետության մեջ, որտեղ սովորական օրենքներն ու էթիկական նորմերը չէին գործում։ Այսպիսի միջավայրը կարող է կոռումպացնել նույնիսկ լավագույն մտադրություններ ունեցող մարդկանց։ Իսկ զոհերը, նրանց հոգեբանական վիճակը, նրանց տրավման։ Մենք լսեցինք Մարիամ Մարրոյի մասին, բայց հազարավոր մարդիկ են անցել այս դժոխքի միջով։ Նրանց կյանքերը հավերժ փոխվեցին, չէ՞։ Այո, զոհերի հոգեբանական տրավման անչափելի է։ Պատկերացրեք մշտական վախի, շփոթության, անօգնականության զգացումը, կորցնել սեփական անձի զգացողությունը, հիշողությունը, կապը իրականության հետ, չվստահել սեփական մտքին, սեփական զգացմունքներին, ապրել մշտական մղձավանջի մեջ։ Հենց այդպես։ Շատերի մոտ զարգացան երկարատև հոգեկան խանգարումներ, կախվածություններ, նրանք չկարողացան վերադառնալ նորմալ կյանքի։ Սա նաև համակարգային ձախողման պատմություն է։ ԿՀՎ-ն, հատկապես իր վաղ գործունեության տարիներին, գործում էր ստվերում, առանց բավարար խորհրդարանական կամ հասարակական վերահսկողության։
Գաղտնիությունը դարձել էր վարագույր, որի հետևում թաքնվում էին չարաշահումները։ Եվ չնայած այս բոլոր ջանքերին, դաժանությանը, հսկայական ռեսուրսներին, MK Ultra-ն իր հիմնական նպատակներին այդպես էլ չհասավ, չէ՞։ Այդպես էլ չստեղծվեց հուսալի ճշմարտության շիճուկ կամ մարդկանց զոմբիացնելու մեթոդ։ Ճիշտ եք։ Գիտական տեսանկյունից ծրագիրը հիմնականում ձախողվեց։ Չհաջողվեց ստեղծել կանխատեսելի եւ վերահսկելի արդյունքներ տվող մեթոդներ։ LSD-ն եւ այլ դեղամիջոցները առաջացնում էին անկանխատեսելի ռեակցիաներ։ Հիպնոզը ոչ բոլորի վրա էր ազդում, իսկ մտքի ջնջումը հիմնականում հանգեցնում էր մարդու հոգեկան ու ֆիզիկական քայքայման, այլ ոչ թե նոր անձնավորության ստեղծման։ Այսինքն ամբողջ այս սարսափը նաև անիմաստ էր գիտական տեսանկյունից։ Մեծ հաշվով այո, սակայն որպես մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման եւ պետական իշխանության չարաշահման օրինակ, MK Ultra-ն դարձավ ամենավառ եւ սարսափեցնող խորհրդանիշներից մեկը։ Այն ցույց տվեց, թե ինչի կարող է հանգեցնել վախի, գաղտնիության եւ անվերահսկելի իշխանության թունավոր համադրությունը։ Իսկ ինչպես վերջապես բացահայտվեց այս ամբողջ մղձավանջը, եթե փաստաթղթերի մեծ մասը ոչնչացվել էր։ Դե բացահայտումը տեղի ունեցավ 1970-ականների կեսերին մի քանի գործոնների համադրության արդյունքում։ Նախ հետաքննող լրագրողների համառությունը։ Օրինակ Սեյմուր Հերշը New York Times-ում առաջինը հրապարակեց ԿՀՎ-ի ներսում անօրինական գործողությունների մասին։ Ջոն Մարքսն էլ հրապարակայնության մասին օրենքի միջոցով պահանջեց ու ստացավ MK Ultra-ի վերաբերյալ որոշ փաստաթղթեր, որոնք պատահաբար չէին ոչնչացվել։ Այսինքն ինչ որ բան մնացել էր։ Հա, քիչ բան, բայց բավարար էր սկսելու համար։ Երկրորդ, Watergate-յան սկանդալից հետո ստեղծված քաղաքական մթնոլորտը։ Այն նպաստեց հետախուզական գործակալությունների գործունեության նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը։ Հասկանալի է։ Եվ երրորդ, Սենատի հատուկ հանձնաժողովի աշխատանքը սենատոր Ֆրենկ Չերչի գլխավորությամբ, որը հայտնի դարձավ որպես Չերչի հանձնաժողով։ Այն ստեղծվեց հենց ԿՀՎ-ի, ՀԴԲ-ի եւ այլ գործակալությունների կողմից չարաշահումները հետաքննելու համար։ Հենց այս հանձնաժողովի լսումների ու զեկույցների շնորհիվ հանրությունը վերջապես իմացավ MK Ultra-ի ողջ սարսափի մասին։ Եվ ինչ եղավ հետո։ Ինչ որ մեկը պատասխանատվության ենթարկվեց այս ամենի համար։ Ցավոք, քրեական հետապնդումներ գրեթե չղան։ Մասամբ փաստաթղթերի ոչնչացման պատճառով, մասամբ վաղեմության ժամկետների։ Սիդնի Գոթլիբը ցուցմունք տվեց կոնգրեսում, բայց այդպես էլ մեղադրանք չառաջադրվեց նրան։ Ոչ ոք չպատժվեց։ Ոչ քրեական կարգով։ Սակայն հասարակական եւ քաղաքական հետևանքները մեծ էին։ 1975 թվականին նախագահ Ջերալդ Ֆորդը Սպիտակ տան անձամբ հանդիպեց Ֆրենկ Օլսոնի այրու եւ երեխաների հետ ու պաշտոնապես ներողություն խնդրեց նրա մահվան հանգամանքների համար, առաջարկելով նաեւ $750,000 փոխհատուցում։ Դա գոնե ինչ որ բան էր։ Այո, ԿՀՎ այն ժամանակվա տնօրեն Ուիլյամ Քոլբին ստիպված էր հրապարակավոր խոստովանել, այդ օրերին մերոնցից ոմանք կորցրել էին վերահսկողությունը։ Նրանք չափն անցել էին։ Այս բացահայտումները հանգեցրին նաև հետախուզական գործունեության նկատմամբ կոնգրեսի վերահսկողության մեխանիզմների ստեղծմանը։ Այսպիսով մի մութ սարսափելի գլուխ ամերիկան պատմության մեջ։ Բայց ինչպես նշեցինք, այս պատմության մեջ կան նաև անսպասելի շերտեր։ Քենքիզի վեպը, որը դարձավ կոնտրկուլտուրի խորհրդանիշ, եւ իհարկե իլյուզիոնիզմի եւ լրտեսության զարմանալի միայուսումը, շնորհիվ Ջոն Մալհոլանդի ձեռնարկների։ Ստացվում է, խաբեության արվեստը եւ իրականության մանիպուլյացիան կիրառվել էին ոչ միայն բեմում, այլև սառը պատերազմի գաղտնի ճակատում։ Այսօր մենք միասին անցանք MK Ultra-ի մութ լաբիրինթոսներով, փորձելով լույս սփռել դրա սարսափների, գաղտնիքների եւ այն մարդկանց ճակատագրերի վրա, ովքեր հայտնվեցին դրա կիզակետում։ Ծրագիրը պաշտոնապես փակվել է տասնամյակներ առաջ։ Օրենքներ են ընդունվել նման չարաշահումները կանխելու համար։ Սակայն պատմությունը մեզ միշտ մտորելու տեղիք է տալիս, չէ՞։ Արդյոք MK-Ultra-ի փորձն ու դասերն ամբողջությամբ մնացել են անցյալում։ Լավ հարց է։ Այն աշխարհում, որտեղ գաղտնիությունն ու ազգային անվտանգության նկատառումները շարունակում են մնալ հզոր փաստարկներ, իսկ տեխնոլոգիաները զարգանում են աննախադեպ արագությամբ, առաջարկելով մարդու վարքի եւ գիտակցության վրա ազդելու նոր, ավելի նուրբ ու աննկատ միջոցներ, ինչ երաշխիքներ ունենք, որ նման բան չի կրկնվի այլ անունների տակ, այլ ձևերով։ Սա այն հարցն է, որի շուրջ կարծում եմ արժե մտածել։ Միանշանակ։ Շնորհակալություն, որ միացաք մեզ այս բարդ, տեղ-տեղ ցնցող, բայց անչափ կարևոր հետաքննությանը։
Մնացեք հետաքրքրասեր, մնացեք քննադատաբար մտածող եւ միշտ հարցականի տակ դրեք այն, ինչ թաքնված է գաղտնիության վարագույրի հետևում։